Հայտնություն երկրորդ գլուխ, բացեք ինձ հետ, գրեք, նշեք, հալելույա, բայց կեզ դեմ մի բան ունեմ, չորորդ խոսք, բայց կեզ դեմ մի բան ունեմ, քո առաջվան սերը ձգել ես, միտքդ բեր հիմա, որտեղից ընկար, ու ապաշխարիր և քո առաջվան գործերդ գործիր, եթե ոչ, շուտով պիտի գամ, քեզ և քո աշտարակդ իր տեղից պիտի շարժեմ, եթե չապաշխարես, բայց մի բան էլ ունես, որ Նիկողայասյանների գործերին ատում ես, դա շատ լավ է, որոնք ես էլ եմ ատում, նա որական ժունի թող, լսի թե հոգին, սուրբ հոգին, ինչ է ասում եկեղեցիներին, հետաքրքիր մի հատ խոսք ասում նա որ հաղթի, նրան ուտել պիտի տամ կենաց ծառից, որ Աստծո դրախտի մեջ է։ Այնուամենայնիվ, Տեր ասում է, ես կուտեմ մի բան ունեմ, դու թողեցիր քո առաջին սերը։ Գիտեք, մեր կյանքում առաջինը ու վերջինը պետք է լինի Հիսուս։ Ում ուզում է սիրես, ում ուզում է չսիրես, առաջինը պետք է սիրես Հիսուսին։ Վերջինը պետք է սիրես էլի Հիսուսին։ Ոնց ուզում ես մտածի, ում ես շատ սիրում, պապային, մամային, նրան չեմ սիրում, են մեկին եմ սիրում, ոչ, դու պետք է համար առաջին սիրես Հիսուսին և համար վերջին նորից սիրես Հիսուսին։ Նա որ մեռած էր, հիմա ասում է ապրում է Հավիցյան, Հիսուսի մասին է խոսքը, ինքը մեռավ, բայց կենդանի է, ինքը հարությունն է, հավիտենական կյանքն է, հիմա ինքը ողջ է ասում Աստծո խոսքը, նա ով որ կրում է դրժողքի և երկնքի բանալիները, ասեք, որ իրան մոտ է լրիվ բանալիները, ես ուզում եմ մի բան ասել, որ Աստված ամեն մարդու հատուկ խոսք ունի, հատուկ ուղերձ ունի և այդ բանալիների մեջ է, որովհետև դու մինչ այս բանը չգիտեր, Աստված քեզ բանալի է տալիս, որպեսզի դու կարողանաս հաղթել, Աստված քեզ հայտնություններ է տալիս, գաղտնիքներ է տալիս, որպեսզի դու կարողանաս դռնով մտնես և կարողանաս հաղթես, Աստված ուղերձ ունի քեզ համար, և իրա ուղերձները հայտնություն են, իրա բանալիները հայտնություն են, երբ որ դու փնտրում ես պատասխանը, նա կարա լինի շատ մոտ ու քթի տակ, որովհետև նման հարցերի պատասխաններ ես այնքան պարզ եմ արել, որ ես փնտրել էի շատ հեռու տեղեր, ինչ-որ մի կղզիում, ինչ-որ մի հեռավոր Լապլանդիայում, ինչ-որ մի հեռավոր երկրում, ինչ-որ մի տրոպիկական երկրում, ինչ-որ մի Ամազոններում, ինչ-որ մի պղտոր ջրերի մեջ, բայց Աստված այնքան պարզ է ժողովուրդ, որ ինքը ուղերձներ ունի ամեն մեկիս համար, դա այնքան մոտ է, մեզ մոտ է, և իրա ձեռքին է այդ բանալիները, ես այս տարի բավականին բանալիներ եմ ստացել, բանալիներ, երբ որ բանալի են տալիս, դու ուրախանում ես, որովհետև դա կարող է լինել մեքենայի բանալի, դա կարող է լինել տան բանալի, ես չգիտեմ ում են բանալի տվել, միգուցե քեզ տվել են պոշտայի բանալի, քեզ կարող է տվել են ինչ-որ մի հատ ռյուկզակի բանալի, բայց դու ուրախացել ես, որ բանալին քոնն է, որովհետև դու կարող ես դրան տիրանալ, լրիվ բանալիները Հիսուսի ձեռքին է, լրիվ ուղերձները ինքը ունի ժողովուրդ, այն ուղերձները, այն պատասխանները, որ ես փնտրում էի տարբեր տեղեր ու բարդացնում էի կյանքս, փառք Աստծո Հիսուսի համար, որ մենք ունենք Տիրոջը, մենք Տիրոջը ունենք և մենք ունենք Աստծո մարդիկ, մենք ունենք հրաշալի օծյալներ, ունենք մի հատ լավ Աստծո մարդ մեր հովիվն է, որ շատ հարցերի պատասխաններ մի գիշեր մենք նստեցինք բազան, ես գրում էի հեռախոսիս մեջ, հետո տետրից մեջ, այդ տետրս հատավ, այդ տետրս 5 օրվա մեջ ընդեղ հատավ, ես եկել եմ այդ հայտնություններով ու այդ հայտնությունները պետք է արծարծել, գործածել, աշխատացնել, և Տերը այստեղ խոսում է Ասիայի մեջ գտնվող յուրաքանչյուր եկեղեցուն, որոնք ներկայացված են ոսկե ճրագակալներով, եկեղեցիներ, որոնց ինքը ասում է ոսկե ճրագակալ է այդ եկեղեցին,
Եփեսոսի անվանական եկեղեցուն։ Օրինակ գալիս է Հիսուս Եփեսոսի եկեղեցի հենց սկզբից եւ Եփեսոսի եկեղեցու հրեշտակին կոնկրետ ստեղ հրեշտակներ կան, ճիշտ է, եւ ստեղ ծառայողներ կան եւ անվանացի ասում է Եփեսոսի Ստեփանավանի եկեղեցու հրեշտակին, Գառնիկին օրինակ։ Կարող է հրեշտակ չեմ, բայց դու ես հրեշտակ, որովհետեւ ես քեզ կանվանեմ այդ, որովհետև դրանք առաջնորդներ եւ ծառայողներ են։ Կարող է լինել այստեղ Լաուրը, կարող է լինել այստեղ Արտուշը, այստեղ Սամվելը կարող լինի, Ժանան կարող լինի, Արմենը, այստեղի հրեշտակներին ուղերձա Աստված բերեմ։ Գիտեք, Հիսուս ինքը հաջողություններ է անում, կոմպլիմենտներ է անում, նա գովում է նրանց, որովհետև նրանք քրտնաջան աշխատել են Աստծո թագավորության մեջ, Աստծո թագավորության համար։ Նրանք հրաժարվել էին համար առաջի թողնել գործը, որովհետև գործը շատերը թողնում են։ Եվ Տերը գա այդ մարդու մոտ եւ ասի ես քո դեմ մի բան ունեմ։ Մինչ ես ու դու կարող ենք նստել տունը նահանջել եւ 1000 հատ ունենալ պատճառաբանություններ, միևնույնն է Հիսուս գալու այդ մարդու մոտ եւ անձնական խոսալու այդ մարդու հետ։ Դա կլինի մեծ ռազմորկ այսպես ասած։ Ինչպես որ մենք տեսնում ենք Ասիայի մեջ 7 եկեղեցիների հրեշտակներից յուրաքանչյուրին ասում է, որ ես քո դեմ այս ունեմ։ Եվ քո դեմ այս ունեմ, մյուսի դեմ այն ունեմ, եւ Տերը ունի բազմազան ինչ-որ մի բան, որ մեր դեմ է։ Ասում եմ սա նրանց համար, ովքեր մտածում են, թե իրանք ազատ են, երբ որ եկեղեցի չեն գալիս, երբ որ իրանք հրաժարվում են Աստծո գործ անեն։ Հիշիր, ասում է առաջի գործերը, հիշիր առաջին սերը։ Եվ վերադարձիր այնտեղ եւ նորից սկսի անել այդ գործը, որովհետեւ մեզ գործ է տրված Աստծուց, որը պետք է մենք անենք, Տերը դրա համար գոված Եփեսոսի եկեղեցուն, բայց սա ունեմ, որ դու ատում ես նրանց գործը։ Ես չեմ կարող սիրել նահանջածների գործը, ես չեմ կարող սիրել մեղավորների գործը, ես չեմ կարող ընդունել, որ մեղավորները, որոնք նահանջել են, ամենավտանգավոր մարդիկ են դառնում, չեմ կարող սիրել իրանց գործերը, որ առաջ իրանք ջատագովն են ավետարանի, քարոզում են եւ պաշտպանում են բոլոր հայտնությունները, հիմա դատում են այդ եկեղեցուն կամ հակառակվում են այդ եկեղեցուն կամ օծությանը։ Նրանք հրաժարվել էին համար առաջի թողնել իրանց գործը։ Աղոթում եմ, որ այսօր ես ու դու մի քիչ Աստծո եզև տրայեկտորիան ուղին ուսումնասիրենք, թե Աստված ինչ է ուզում մեզ հետ խոսալ։ Եվ Եփեսոսի եկեղեցին ատում էր չար մշակներին։ Ատում էր չար մշակներին։ Հիմա ինձ ասեք ուղղակի, ատելությունը լավ է թե վատ է։ Բայց ասում է, որ դու ատում ես իրանց գործը ու լավ ես ամ, ես էլ եմ ատում, Տեր ասում է, ով լսեց, խիս դու այդ ձև ատելությամբ լծված ես բանի նկատմամբ, գիտեք գոյություն է սուրբ արդարություն, սրբություն գոյություն է, որ մեզ ատել է տալիս նրանց գործերը։ Նրանք համբերատար էին եւ նախանձավոր էին իրանց գործի մեջ եւ մանավանդ համառ էին։ Իրանք սիրում էին Տիրոջը եւ ծառայում եւ աշխատում են, Տիրոջ գործը անում են։ Չնայած այս որակների Հիսուս նրանց դեմ մեկ բան ուներ, ժողովուրդ, մեկ բան։ Եփեսոսի եկեղեցին թողել էր առաջին սերը։ Ինչքան էլ ուզում է, ինչ էլ ուզում է խոսանք, ժամանակ առ ժամանակ մենք պետք է վերադառնանք այս գրվածքներին, Եփեսոսի հրեշտակին ուղղված, որ ուղղված է ուղիղ նաև ինձ ու քեզ, որ դու ունեիր գործեր եւ դու ունեիր առաջին սեր։ Գիրքը ավետարանի նկատմամբ, գիրքը եւ եռանդը ավետարան քարոզելու համար։ Այսօր ես չեմ կարող ոչ մեկին ստիպեմ, որ ավետարան քարոզեք։ Ես չեմ կարող անգամ վախացնել ինչ-որ մեկին ասելու, եթե դու չքարոզես ավետարանը, վայ քեզ, դու պատասխան ես տալու։ Եթե դու չկիսվես բարի լուրը, եթե դու ունես այդ բարի լուրը այսօր, ու վստահ եմ, որ ունես, որովհետև դու վերստին ծնված ես եւ քեզ Տիրոջ լուրը հայտնվել է, բարի լուրը ավետարանի հայտնվել է, դու փրկվել ես։ Եվ հիմա ասում եմ, դու այլևս ոգևորված չես դրանով, այլևս երան չունես, այլևս խանդավառություն չունես քո սրտի մեջ,
Որովհետև առաջ դու դա անում ես շատ կրկոտ, շատ վառվում էր դրա համար, կապ չուներ աշխարհը կփլվեր քո աջ կողմում, թե ձախ կողմում, դու շարժվում էիր առաջ եւ ծառայում էիր, գտնում էիր մարդկանց եւ քարոզ էիր կարդում այդ մարդկանց, վկայություններ էիր անում եւ այսեւ դու լիքն էիր։ Եվ մանավանդ դու ավելի թարմանում էիր, երբ որ ետ էիր վերադառնում եւ քո հավատքը հասած էր երկինք, դու վառվում էիր Տիրոջով։ Գիտեք, այն ավյունը եւ այն ջիղը, որ ես ու դու ունենք, Աստված նրան կոչում է առաջին սեր։ Ես ինչ որ իր համար անում եմ, դա կոչում է Աստված առաջին սեր։ Այն ցկտումը, որ ես ունեի իմ սրտի մեջ, Տերը դրան կոչում էր առաջին սեր։ Ես վազում եի աղոթքի։ Ես կարդում եի Աստծո խոսքը։ Ես լսում եի քարոզիչների, ես ասած խցանում էի ինձ անգամ։ Ինքան էի կարդում եւ ինքան էի լսում քարոզներ, կասետներով, դիսկերով, որ խցանում էի ինձ եւ նեկուդա էլ դուրս գար իմ մեջից։ Ես տրամբով կա երեղնեմ։ Հետո ես տեսնում էի մի մարդու եւ դասնում էր բխել ինձանից։ Անդիպում էի մի մարդու, որ բխում էր իմ մեջից եւ առաջի հարցը, որ տալիս էի, սա էր, հավատում ես, որ Աստված գոյություն ունի։ Հավատում ես, որ Աստված կա։ Եվ միշտ մի ինչ որ խոսքի միջոցով բռնկում ենք խոսակցության եւ զրույցի։ Հիսուս հորդորեց նրանց հիշել բարձունքը, որտեղից նրանք ընկել են։ Դա սերն է։ Սերը դա բարձունք է, որտեղ դու անում ես Տիրոջ գործը, անում ես մեծ ոգևորվածությամբ։ Ահա իմ դաշտը, իմ քաղաքն է, ահա իմ դաշտը, իմ փողոցն է, իմ հարևաններն են, որոնց համար ես բարեխոսում եմ, ես ջերմ բարեխոսում եմ, ջերմերանդ պատերազմում եմ իրանց համար, խելակորուս, իմ ձայնը կորչելու աստիճան ես բղավում եմ, աղաղակում եմ, ճնշում եմ, գոռում եմ, կապ չուներ մարմնով, հոգով, թե շնչով ես դա անում էի, որովհետև միտեղ իմ ձայնը կտրվում էր, միտեղ ես խզվում էի, բայց միևնույն ժամանակ ես քարոզում էի ավետարան, որովհետև ավետարանը Աստծո զորությունն է ամեն հավատացողի կյանքի համար, որ կարող է փրկել։ Ավետարանը ուժ է, ժողովուրդ, ավետարանի քարոզությունը, ավետարանի խոսքը, դա Աստծո խոսքն է։ Եվ նրանց, որ իջել էին, Տերը խորհուրդ էր տալիս նաև ապաշխարել։ Այստեղ խոսում է, գոհար խոսում է այստեղ ապաշխարելու, փշրվելու։ Չգիտեմ վերջի անգամ երբ ես փշրվել Տիրոջ առաջ արտասունքներով։ Երբ ես իրան խոստովանել քո սիրտը, մեղքը, սերը, ամեն ինչ խոստովանել։ Խոստովանել, որ քո մոտ չի ստացվում, խոստովանել, որ ինչ որ բան տեղի ունենում ինձ հետ, շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ։ Իրիկունը դու կարող ես պարգել այդպես եւ առավոտյան արթնանալ Սմիթ Վիգլսվորդի պես, որ ասում է ես Սմիթ Վիգլսվորդի հետ խորհուրդ չեմ անում։ Որովհետեւ նա իրան կարա լավ զգա, կարա վատ զգա, բայց ես իր այդ խորհուրդ չեմ անում, թե ոնց է Սմիթ։ Ես կարող եմ 10 րոպե անկողնուցս դուրս գամ եւ parեմ, 10 րոպե փարք տամ։ Հասկանում եք, դա ամեն ինչ, դա գեղեցիկ է, դա ուժեղ բան է ժողովուրդ։ Ես հիշում եմ հենց այդ մարդու մասին վկայվեց, ում մասին վկայեց, մենք իրար հետ ենք այդ երեկո եւ նույն սենակում ենք մնում, երբ որ առավոտը արթնացանք ինքը սլավա тебе Հիսուս, քայլում էր, ասում ինչ անում, ինչ ասում։ Հետո հասկացա, որ ասում է փառք ես Հիսուս։ Չգիտեմ ում մոտ է կրակը վառվում, որ Հիսուսին փառք տա։ Հիսուսին ասի ես սիրում եմ քեզ Հիսուս։ Գիտեք խոստովանեք այդ սերը, մեկ դուք ասեմ մի բան, ախպերներ, դուք սկուպո եք ավելի քան քույրերը։ Տղամարդիկ սկուպո են ավելի քան կանայք սկուպո չեն, Աստված կանանց տվող է ստեղծել, որ իրանք տալիս են։ Իրանք տալիս են կյանք, իրանք տալիս են կատ, իրանք տալիս են սեր, իրանք տալիս են ջերմություն։ Հասկանում եք։ Ախպերներին, որ մեկ ընկնում եմ, հարցնում եմ, դու ասում ես կնոջդ սիրում եմ քեզ։ Չեմ, եկեք չասեք, թե դու ինձ սիրում ես, դու ասա, որ դու սիրում ես իրան։ Իշեցի Ալեքսեյ Լիդիայևին, որ ասում է, Օլգա, ты любишь меня, Օլգան էլ ասում է, թրցնում ես։
որ ես քեզ չսիրեմ, ոնց քո հետ կապրեմ։ Հալելույա։ Ասեք, որ սիրում եք Հիսուսին։ Ասեք, որ սիրում եք ձեր կանանց, ասեք, որ սիրում եք։ Ասեք, որ սիրում եմ քո խոսքը, ասեք, որ սիրում եմ քո ներկայությունը, ասեք, որ սիրում եմ քո զորությունը, քո ուժը, քո ներկայությունը, քո հայտնությունների հայտնվելը, ես սիրում եմ, ասում է Դավիթը։ Սիրում եմ, երբ որ ինձ ասում են գնանք Տիրոջն, ես վառվում եմ։ Ես սպասում եմ, երբ է գալի կիրակին, որ ես վազեմ եկեղեցի։ Ես սպասում եմ, որ Աստված կշարժվի հանկարծակի։ Ես սիրում եմ, որ Աստված գործում է։ Ես սիրում եմ, որ Աստված հրաշքներ անեմ։ Հիշիր այն բարձունքը, որտեղից դու ընկել ես եւ իջել ես այդ կամծած, ասում եմ, ապաշխարությունը պատճառը վերականգնվելու եւ գնալու այնտեղ։ Հետ դառնալու եւ գնալու այնտեղ, որտեղ ես առաջի անգամ իմ սիրտը տվեցի իրան, նվիրեցի իմ կյանքը, իմ շունչը, իմ հոգին, իմ մարմինը, ես այնտեղ հրաժարվեցի սատանայից, այնտեղ ես հրաժարվեցի մեղքից, այնտեղ ես հրաժարվեցի անեծքից, այնտեղ ես հրաժարվեցի դժոխք գնալուց, այնտեղ ես Հիսուսին ասեցի այո, դարձիր իմ Տերը եւ Փրկիչը, դարձիր իմ Տերը եւ իմ կյանքի Տերը Հիսուս։ Սա էր վերջին աղոթքը, սա էր վերջին խոսքը իմ հոր, դու իմ կյանքն ես Հիսուս, դու իմ կյանքն ես Հիսուս։ Գիտեք, ով որ կանչի Տիրոջ անունը, պիտի փրկվի, ասում Աստծո խոսքը։ Եվ երկրորդ բանը ասում է, պետքա վերադառնալ, պետքա վերադառնալ, պետքա վերադառնալ։ Նորից այնտեղ, որտեղ դու մի անգամ եղել ես, եւ մի անգամ դու եղել ես այնտեղ եւ դա քեզ երջանկություն է ապարգևել, դա ուրախություն է պատճառել, դու խախանդվել ես, հանգստացել է քո ներսը։ Վաու, ասես, Տեր Հիսուս, ես չգիտեի, որ դա այս ամեն ինչը իրական է։ Սա առաջին սերն է թանկագին։ Կատարել այն վաղ գործերը, որոնք մի ժամանակ կատարել էիր։ Հիշում ես առաջվա գործերը, թե ինչ էր դու անում։ Ինչ էր անում, խելագարի պես դու աղոթում էր։ Անդադ մրմնջում էր, անդադ լեզուներով խոսում էր։ Անդադ ինչ-որ բան էր Հիսուսին ասում։ Անդադ ինչ-որ բաներ խոսում, թեպետ անկեղծ էր եւ քո աղոթքերի շատ մասը սխալ էր, բայց քո սիրտը ճիշտ էր, քո սիրտը ուղիղ էր։ Գիտեք, դա ճիշտ բան է։ Քո շատ աղոթքներ հետո ես հասկանում, որ պետքա ուղղել եւ ուղղելով արդեն դու ունես ճիշտ բառեր, բայց արդեն չունես ճիշտ սիրտ։ Կորցրել ես առաջին սերը։ Հիշում ես, որ դու առաջի անգամ լսում ես, որ հավատացյալները միտեղ հավաքված են, վազում էր այնտեղ, ես հիշում եմ, որ վազում եք գարադոգ եւ հավատացյալները այնտեղ հավաքված են։ Մլագործ էին անում եւ քիրոլո մոշա, լեզուներով խոսում են, ես մտածում եմ իր այդ են խոսում, մտա այնտեղ քույրերը հավաքված էին, ձենց կլոր շրջան էին արել, մլագործ են անում լեզուներով քորամաշակա, ես այդ ման չեմ տեսել ոչ միտեղ ժողովուրդ, բայց տեղ եմ տեսել մեր քաղաքը։ Որ հավաքում է, իմանում ենք, վազում ենք այնտեղ։ Վազում է հետո առաքելական եկեղեցի, որ մի քիչ էլ ընդեղի սարկավագներին, այդ տիրացումներին գազազացնեմ, ջղայնացնեմ, խոսամ, կատաղեմ, ընդեղ փաստեր էի հավաքում Աստվածաշնչից գնեմ, որ իրանց հետ խոսամ, իրանց դարձի բերեմ, էնել նրանք կարող են քեզ դարձի բերել խաչի հարվածով, ուղիղ գլխիդ։ Երկու քույրիկ են գնացել հնդեղ խոսալու, որ մենք եկել ենք, որ լեզուներով մի տոմ աղոթում են, որ դու մկրտվես Սուրբ Հոգով, առհա Տեր հայրը խաչով զեհմա, եւ քույրիկներից մեկը քորամա շահալը, գետնին կներով սկսում կարքին լեզուներով աղոթել, կարքին աղոթի։ Ես հիշում եմ այդ դեպքերը, որ մարդիկ անում են սիրուց, իրականում սիրուց ես դրա մեջ ոչ մի մեղադրանք դատապարտություն չեմ անում, ով ոնց հասկանում էր, գործում էր, անում էր, տիրացուին մի միլիմետր էր մնացել, որ բերեմ ծառայության կուլտուրայի տանը, մի միլիմետր են, չգիտեմ ինչ գործեր փոխվեց, հասկանում եք, ուզում եք բերեմ այդ մարդուն, Հիսուսին հանդիպի ապաշխարի, հիշում եք առաջվա սերը, որ դուք միտեղ եք գնում եւ մոռանում եք, ժամանակը կորչում էր, դուք մոռանում եք, թե որտեղ եք, ինչքան եք խոսացի, արդեն գիշերվա 3-ն է եւ դուք այնտեղ դեռ շարիտ եք անում, քարոզում եք, վկայում եք, մեկը չկա ձեզ դուրս անի եւ բոլորը ասում մի քիչ է մնա, էլի մի քիչ է մնա։
Եվ եղբայրներից մեկը ասում եմ, մի օր էսև գնացել ենք ստեղ այնտեղ քարոզելու, վկայելու, խոսալու, շփվելու, հետո տուն էի գնում Ձորիեն մյուս կողմը, հիշում եք ճանապարհը ահավոր է, ջուր, գյոլ, ցեղ, ջոր, եւ այդ անձրևային օրերում ասում եմ, ես այդ գիշերվա մեջ ասում եմ, ձերքս է ձև առաջը չեր երեմ, ես գնում էի գիտեի որ ջուրը որտեղ է, որ գյոլը որտեղ է, ասում եմ, լեզուներով աղոթում եմ, եկե տեսնեմ, հասկացա որ դեմից ինչ-որ մեկը գալիս է, ոտքերի ձայնը լսում։ Հետո այդ մեկը գալիս է այսև հերու եւ անցնում է իրան ու գոռալով փախչում է Եհովայի վկայա, Եհովայի վկայա։ Եվ դա քեզ շեր ուզում, որովհետեւ առաջի սերը քեզ վառում էր։ Դա քեզ շեր ուզում, թե քեզ ինչ են անվանում։ Հալելույա, հալելույա։ Տերը ասում է, եթե չապաշխարես, հակառակ դեպքում ես կգամ եւ կշարժեմ քո ճարակակալը։ Կշարժեմ տեղից, ով ալսում կշարժեմ տեղից։ Գիտեք, այն ժամանակ, որ ես այցելում էի ինչ-որ մի ընտանիք, ես դուրս էի գալիս, ինձ թվում էր ես լևիտացիայի մեջ եմ, օթերով եմ քայլում։ Իհարկե ես օթում չէի քայլում, բայց իմ մոտ զգացողություն, տպավորություն էր, որ ես օթում եմ քայլում։ Հետո պետք է այս մի քիչ կարդայի, հետո ես պետք է աղոթեի, հետո նորից պետք է վեր կենայի, մի քիչ էլ աղոթեի, մի քիչ էլ կարդայի։ Եվ այսև ուղիղ 1 տարի, շարունակ 1 տարի, երբ որ մի բան էլ կարդում էի, սրտիս էր կպնում, ես վազում էի հավատացյալների մոտ ու ասում էի, «Լա տեսեք Աստվածաշնչում ինչ եմ կարդացել», իրանք ասում էին, «Հա ինչ, մենք գիտենք»։ Բայց ինձ համար դա նոր տեղ էր, դա նոր խոսք էր։ Ես նայում եմ, ասում եմ, Տեր Հիսուս, միթե այստեղ գրված է, Աստվածաշնչում ամեն ինչ է գրված։ Գիտեք, Ասիայում 7 եկեղեցիներ կային, 7 եկեղեցիներ, այլևս չկան։ Ասիայի եկեղեցիները չկան այլևս։ Աստված ասեց, որ կշարժեմ, եթե դու չապաշխարես, ճրակակալը ոսկի է, բայց կշարժեմ։ Ձեռքբերումները լավն են։ Դու ունես լիքը հայտնություններ, լիքը օծություն, լիքը գիտելիքներ, դու այնքան բան ես կարդացի, դու հարուստ ես արդեն, բայց ճրակակալը կշարժեմ տեղից։ Գիտեք, հետաքրքիր որն է, որ 7 եկեղեցիները Ասիայի մեջ բոլորի ճրակակալը Տերը շարժել է մի օր եւ տեղափոխել է ուրիշ տեղ։ Աստված կարա արթնությունը գտնի ուրիշ տեղ, ուրիշ մարդու միջոցով։ Կրակը գտնի ուրիշ մարդու վրա։ Կրակը դնի ուրիշ ճրակակալի վրա։ Ճրակակալը կտեղափոխեմ։ Սա վախենալու է։ Ով որ չհասկացավ, ես նորից կկրկնեմ, որովհետև դու գալիս ես տեսնում ես եւ դա այլևս այդտեղ չի։ Դու գալիս ես այդտեղ եւ տեսնում ես, որ այդ նույն տեղում քեզ այլևս Աստված չի օրհնում։ Այդ նույն տեղում Աստված այլևս քո հանդեպ բարեհաճ չի, որովհետև Տեր ասեց կշարժեմ, իսկ դու մտածեցիր, թե ինքը կատակ անում, ինքը կատակ չի անում, դու կդադարես գոյություն ունենալ, բարից բուն իմաստով, որքան արթնություններ են եղել, որ այլևս չկան այսինչ կամ այնինչ անուն քաղաքում կամ երկրում կամ պետության մեջ եւ արթնությունը մեռել է, արթնությունը կորել է, վկայությունը աստիճանաբար մարել է, այլևս դու վկայություն չունես, այլևս դու խոսք չունես, այլևս դու չունես Աստծուց հայտնություն եւ վկայություն։ Ինչի համար ես պատմեցի Նովոսիբիրի այդ տղայի պատմությունը, որովհետև նման բաներ դու չես կարա շինես օտար երկրում եւ օտար տեղում։ Աստված կարա խոսա, Աստված կարա վկայություն տա եւ Աստված կարա այդ աղոթքը պատասխանի, որպեսզի նույն ժամանակ դու լինես ճիշտ վայրում, ճիշտ տեղում, որովհետև նույն տեղում ակո վրա Աստված իջնեմ, օրհնեմ, որտեղ որ ինքն է ուզում քեզ տեսնի։ Եվ դու կարող ես ունենալ ես եւ աստիճանաբար մարում, սկսես մարել։ Ինչ էիր անում, որ հիմա էլ չես անում, հիշիր։ Ինչ էիր դու անում, որ այլևս էլ չես անում, հիշիր։ Ինչի հետ շփում ունեիր, հաղորդակցություն ունեիր, որ այլևս չունես։ Ինչ քայլեր էիր անում ամեն օր։ Կնեք արտահայտության համար, բայց շատ ժամանակ գրքերը ինձ հետ գնում էր տուալետ, որ ես ընդեղ շարունակեմ կարդալ։ Ստեղ կարա վկայ Լաուրը դա։
Եթե արհամարենք Քրիստոսի շնորհքը, կարող ենք զրկվել բարեհաճությունից, զրկվել վկայությունից։ Մենք կդադարենք գոյություն ունենալ, ժողովուրդ։ Այստեղ ասում է ապաշխարիր եւ առաջվա գործերը գործիր։ Հիշում ես, որ սիրում էիր եկեղեցին։ Հիշում ես, որ սիրում էիր քո այն փոքր ծառայություն, որ քեզ տրված էր։ Մի փոքր ծառայություն։ Դու դա անում էիր մեծ պատասխանատվությամբ, սիրով, հնազանդությամբ, խոնարհությամբ էիր անում դու։ Չէիր ասում, ես չեմ անի դա։ Ինչ կասեք, ես կանեմ։ Տեր, ինչ կկամենաս, որ ես անեմ։ Ինչ ես ուզում անեմ, սա առաջի սերն է։ Առաջի սերն է, որ դու ուզում ես վազես Տիրոջ տուն։ Ուզում ես լինել եկեղեցում, ուզում ես լինել Աստծո այդ հաղորդակցության մեջ, ուզում ես աղոթել միաբանության մեջ։ Ավելի շատ Աստծո խոսքն է, առաջի սիրո ժամանակ քեզ այրեմ, քան որևէ մեկի խոսքերը։ Իրեք այս աշխարհում այնքան մարդիկ են բաներ խոսում, որ դարձել է մեզ համար հետաքրքիր։ Բայց երբ որ առաջի սերն էր, բոլորի խոսքերը անհետաքրքիր էին քեզ։ Բոլոր ֆիլմերը անհետաքրքիր էին քեզ դառել։ Սխալ մարդիկ անհետաքրքիր են, ովքեր չեն լսում Հիսուսին, դու գնում ես ուրիշին կարոզում։ Իսկ մենք նստում ենք նրանց մոտ ու մենք մեզ հավես արդեն։ Երեք գժված ամբողջ ձև, ասում խոսում ծիծան։ Այդ մարդկանցից յուրաքանչյուրին ես քարոզել եմ ավետարան։ Յուրաքանչյուրին։ Հետո հանկարծ, երբ որ ես ու դու կորցնում ենք վկայությունները եւ բարեհաճությունը, կորցնելով առաջին սերը նախ եւ առաջ այդ բարձությունից իջնել ամենացածր տեղը, սկսվում է Տիրոջ դատաստանները։ Ողորմություն արա Տեր ինձ, ողորմություն արա ամեն մեկիս, որպեսզի քո դատաստանների տակ չմնենք։ Ապա քո բարեհաճությունը լինի իմ կյանքի մեջ, իմ կյանքի բոլոր օրերի մեջ, որովհետեւ ես նրանից եմ կշտանում։ Որովհետև ես նրանով եմ կշտան։ Մենք գնում ենք ստեղից 200 կիլոմետր, օրերով մնում ենք Արարատում Սամվելի հետ։ Մարդկանց քարոզում ենք, ծառայում ենք, ծոմ ենք պահում, աղոթք ենք, մարդիկ գալիս եւ այնտեղ ամբողջ էր կիտվում, դիզվում։ Քաղաքը շարժվում էր դեպի այդ տեղը։ Եվ գիշեր եւ ցերեկ, 3 օր, գիշեր եւ ցերեկ, հարատև մենք աղոթքի եւ ծառայության մեջ ենք, մարդիկ հրաշքներ են ստանում։ Ինչ էր անում դու, որ առաջ դա քեզ վառում էր, քեզ հետաքրքիր չէր, թե ով ինչ կմտածի, բայց դու Տիրոջն էր ծառայում։ Գիտեք, Աստված այլևս կդադարի խոսալ, կդադարի գաղտնիքներ վստահել ինձ ու քեզ, հայտնություններ, կդադարի տալը, կդադարի Աստված, կվերցնի մեր ձեռքից ավետարանը։ Աստվածաշունչը մեր ձեռքից կվերցնի Աստված, սա իր խոսքն է։ Եվ կտա նրան, ով կուտի նրան։ Եվ ասում տվեց ինձ մի գիրք, որ կերա, սկզբից անուշ էր, սկզբից որ դու ընդունում ես դա քաղցր է, հետո դառնություն զգացի, որովհետև փորձառաբար դու ապրում ես այդ դառնությունը, հալածանքները, նեղությունները, դժվարությունները, սրկանքները, բայց Աստված քեզ խոսք է տալիս, խոսք։ Քույրեր, իմաստություն խնդրեք, աղբերներ, իմաստություն խնդրեք, խնդրեք, որ Տերը ձեզ վառի նորից, ես ստեղ ուրբաթ օրն էր, թե 5 շաբթի օրն ես գոռում էի, մի անկի գոռում էի առավոտ, ես կրակ եմ ուզում, ես ուզում եմ վառես նորից, ես ուզում եմ վառես նորից, ես կրակ եմ ուզում, ուզում եմ, որ իմ ոսկորները վառվի այդ կրակով, ես ուզում եմ, որ կրակը համակի ինձ, Ես քայլեմ կրակի միջով, ես խոսամ կրակի միջով, իմ աչքերը վառվի կրակի բոցի պես։ Դա էր Հիսուս, երբ որ վառվում էր իր ոտքերը ոսկե պղենց իբր թե մի հնոցից դուրս եկած, նրա աչքերը կրակի բոց էին։ Աստված ինքը չոր անտառը վառում է կրակի միջոցով։ Եթե քո սիրտը չորացել է, եթե դու չորացել եւ ծարավ ունես, նրա կրակը անպայման կփոց կլտա, կսկսի վառվել։
Եթե դու էլ չես ուզում, եթե դու չես ուզում, այդ չորությունը չես զգում, դու չես վարվի։ Ցարավը դու որ չես զգում, չես վարվի։ Ինձ վարի, այդ կրակով վարի։ Ես գիտեմ, որ այս աղոթքը պատասխանում, ես շարունակում եմ, ես կրակ եմ ուզում։ Ես ուզում եմ այրվող մորենու թուփը, որտեղից ես եմ խոսում քեզ հետ եւ ասում եմ որ դու պետքա գնաս իմ ժողովրդին խանես դու պետքա գնաս ժողովուրդ ունեմ այս քաղաքի մեջ ես ուզում եմ դու ազատես իմ ժողովրդին փրկես դժողքից խաբարից անես ես ուզում եմ որ դու գնաս եւ ասես ինչպես թե խոսված փարավոնին ասա որ Իսրայելը իմ առաջնեկս է ասես որ սա Աստծուն է պատկանում այսինչը Աստծուն է պատկանում ժողովուրդ Սա ուժեղ է։ Ես հավատում եմ, որ ավետարանը այնքան ուժեղ է, որ դժողքը կարա թալանի, դժողքը կարա քանդի, ցնցի, դժողքը ամբողջությամբ ավելի դերը։ Որովհետև նրա մեկ կաթիլարյունը կարող է դա անել մեր կյանքերի մեջ։ Նա կարող է փչացնել սատանայի լրիվ ծրագիրները։ Այն մարդու կյանքում ում ուզում էր նա խլել եւ քաշ տալ դժող։ Հիշիր, այն փաստը, որ քո մեջ անհանգստություն կար, որ այս մարդը կարող է դժող գնալ եւ այս հնարավորությունը կարող է լինել վերջին հնարավորությունը եւ ես այսեղ եմ նրան կարոզելու համար, այո, դա մեծամտություն չէ, որ դու մտածում ես կարող ես դու վերջին մարդը լինել, որ իրան ասում ես Հիսուսի մասին։ Դու կարող ես լինել այդ մարդը եւ կարող է այդ մարդու դա վերջին օրը լինել այս երկրի վրա եւ միգուցե դու չկարողես նրան եւ նա դժող գնա դու քեզ մեղավոր կզգաս Տերը ասում է նրանց արյունը քո ձեռքերից կփնտրեմ Աստված ծաղր չի լինում ժողովուրդ իրականության մեջ ծաղր չի լինում Արդյոք նրա խոսքը կրակի նման է ձեզ համար Արդյոք նրա խոսքը իմ ու քո համար կրակի նման է, ստե հայտնության գրքը մենք տեսնում ենք, որ նա կրակի պես է գալիս։ Եթե այո, դու չէիր կարող քեզ զսպել, դու կվարվեիր։ Օրեր առաջ մենք սա մասին ենք խոսում, որ կրակը եթե քո վրա լցնեն կամ դու կրակի վրա քայլես, դու կգոռաս, կվազես, կփախչես։ Ես հիշում եմ, որ Սպիտակում մի տարի Արտուշը մեքենայր բերեմ, ես Արմենը գնացինք, իմացանք, որ Ղորտնաղի այդ ոլորանները փչացել է մեքենան, գնացինք, որ բերենք, հասցրեցինք Սպիտակ մեր ծանոթ ընկերոջ մոտ եւ այդ մեր ծանոթ ընկերը փորձեց ինչ-որ մի բանով օգտակար լինի, բոքսեմ ավտոյի տակ բացեց բենզինի այդ կրանտը եւ լրիվ բենզինը թափվեց իր բուշլադի վրա, ասենք բենզինը ճմճմում էր Ասում եմ, մենակ ասում եմ զգուշ, մենակ զգուշ գարիկ, մենակ զգուշ կայծերի հետ ախաղամ ընդեղ ինչ-որ ակումուլյատորով բաներ ուզում ստուգի, ես ասում զգուշ, այդ ասելու վրա սիգարետը դնում բերանը, վառում լուցկին, այդ օրը ներկա էր Արտուշը, Արմենը, տատը, այս մարդը վառվում էր, Գարիկը վառվում էր, գարիկ երան, վառվում էր եւ վազում էր, գիշերվա մտության մեջ։ Մենք տեսնում ենք կրակը ոնց է, կողմ են կոմվազում։ Չեն կարողանում կանգնացնել, բռնել, որ անջատեն կրակը։ Այո, շատերը կան, որ չեն կարողանում անջատեն այդ կրակը եւ հասցնեն քեզ, երբ որ դու վառվում ես։ Երբ որ դու վառվում ես, դու բոլորից արագ ես դառնում։ Բոլորից կենթանի ես դառնում եւ զգոն ես դառնում, որովհետեւ կրակը կարող է քեզ զգոն դարձնել։ Կրակը կարող է դու զգալ քո մարմնի մեջ, ոսկորների մեջ, քո օրգանների մեջ եւ ասես, որ ես վառվում եմ։ Ախպերներ ես վառվում եմ եւ մի օր իրա շրջապատում հացկերույթի ժամանակ ինքը ասում է գիտեք որ ես մի օր վառվում եմ եւ հնարավոր չէր ինձ անջատելը հալելույա եւ հետո մի օր շրջապատում հացկերույթի ժամանակ ասում է գիտեք որ ես մի օր վառվում եմ քեզ պետք է անընդհատ վառվել քեզ պետք է անընդհատ ունենալ կրակը անընդհատ վառվել այդ կրակից Որովհետև այդ կրակը կարող է վառել ուրիշներին, այդ կրակը կարող է վառել ուրիշ տեղեր, Հիսուսի անունով, Հալելույա Հիսուս, իսկ արամ կրակի մասին խոսալ, հիշում եմ, որ փետրվարի 23-ն էր, ես Աստծո ժողովուրդ եկեղեցում քարոզում եմ կրակի մասին, ես լիքը բաներ գրել տետրից մեջ, բայց երբ որ միկրոֆոնը վերցրեցի, այդ ժողովուրդին տեսա,
Գիտեք, ինչ-որ բան տեղի ունեցավ ինձ հետ, որ մտքիզ մեջ լսեցի, որ այդ տետերը քեզ չի օգնել այստեղ։ Փագի տետերը, տետը թողեցի ու իջա բեմից։ Բեմից իջա ու սկսեցի քարոզել կրակի մասին։ Երևի 40-45 րոպե քարոզում էի կրակի մասին։ Հիշում եմ հովիվը նստած դեմը, ասում եմ մենակ եմ բառը չասես, մենակ եմ բառը չասես, որովհետև շատ ուժեղ էր այդ օրը, այդ ծառայությունը։ Այնտեղ մի աղջիկ բժշկվեց, եւ դա մենակ կարա կրակն անի։ Մի տղա բժշկվեց եւ այնտեղ էր իր քույրը, աղջիկը, եւ երբ որ տեսավ ուշքը գնաց ընկավ։ Ասաց ես ինչ էր։ Ես ինչ կատարվեց ինձ հետ։ Բեմ հարթակի վրա ուշքը գնաց ընկավ, երբ որ տեսավ ինչպես Աստված բժշկում ակնթարթի մեջ։ Երբ որ դուք կրակ ունեք, բոլոր իժերը կփախչեն։ Բոլոր իժերը սողան դուրս, դեպի դուրս։ Նրանք կփնտրեն շքամուտքի դուռը, երբ որ դուք կրակի մեջ եք, դուք կմտնեք այնտեղ եւ դևերը կփախչեն այնտեղից։ Եվ մի օր Տերը սրա մասին խոսած, որ հիշում եմ այդ իմ առաջի սիրո ժամանակները, որ ժամանակ առ ժամանակ ինձ վրա հարցակում կար դևերից եւ ես ասում եմ Տեր Հիսուս, ախր ես քեզ շատ եմ սիրում, քեզ ես ինչա կատարվում ինձ հետ։ Եվ հիշում եմ, որ Տերը ինձ ասեց, կգա ժամանակ դու կմտնես սենյակ, դևերը կփախչեն։ Կգա ժամանակ դուք կմտնեք սենյակ, դևերը կփախչեն։ Դա երբ որ դու վարվում ես առաջի սիրուց, դու գիտես, որ դևերի համար շանսը շատ քիչ է այնտեղ մնալու, լինելու։ Եվ դրա թույլատվությունը դու չես տալու իրան։ Ավետարանը քարոզեք, հիշեք առաջի սերը, ինչ եք ամ, այցելում եք մարդկանց, ում, ուղղակի ճանաչում եք մտովի, գիտեք այս եմ մտովի, հնարավորություն եք ստեղծում, որ իրան վկայեք, քարոզեք, իրանց տուն գնաք, ինչ-որ բան այք, հիշեք առաջի սերը, որտեղից ընկանք, որտեղից իջանք, գնալ, այցելել, հոսալ և եկեղեցում, ժամանակ չկար հեռախոսները SF մոբիլնի, մարդիկ իրար հետ, չգիտեմ ոնց էին իրար գտնում, չգիտեմ ոնց էին իրար տեսնում և մեկը մեկին, իշկամ է ձեր դուրը չկա բուքսիր էր անում, դեպի Հիսուս, իսկ կմիկ, չես կարա, հավատացյալները իրանք են նահանջում, իրանց առաջի սերն են կործնում, ծառայության կեսից թողում գնում են, սա նշանակում է, որ հանգել են, բարեխոսեք, ողբացեք, ծոմ պահեք, աղոթեք, պայքարեք, կռվեք, հարվածեք, Հիսուսյանով հարվածեք, ամեն կոճկոր կոտրեք, ամեն կապան քանդեք, ամեն խավար ցրեք։ Ես ասում սա առաջի սերը սա չի, վայ Հիսուս ջան, քեզ ինչքան եմ սիրում, բայց ապրում եմ իմ կյանքով։ Ոչ, դու սիրում ես Հիսուսին ու ապրում ես իր հետ։ Դու չես ապրում քո կյանքով, դու ապրում ես ուրիշի կյանքով, եւ ինքը ապրում է քո կյանքով։ Դա է առաջի սերը։ Ով որ հաղթում է, ես ասում եմ, կտամ իրան, կնստի ինձ հետ աթոռին։ Քանի որ նա դեռ խոսում է, ասեք խոսում է ինձ հետ։ Քանի դեռ խոսում է, նա հիմա խոսում է, այստեղ խոսում է քեզ հետ, քանի լսեք, սա զգուշացում է ինձ համար։ Քանի դեռ նա խոսում է ձեզ հետ, քանի դեռ խոսում է, ասեք շնորհակալ եմ, որ քանի դեռ խոսում ես, ժամանակ կգա այլևս դու իրան չես կարող ստիպես, որ ինքը խոսա, քանի դեռ խոսում է, հոգին խոսում է, ասում է ես հաղթել կտամ։ Չհասկացաք ինչ ասեցի։ Դուք առնվազն հոգևոր պետք է եղնեք, որ հասկանաք ես շատ պարզունակ բառը, միտքը, որ այստեղ գրված է հայտնության գրքում, լսեք, թե հոգին ինչ է ասում եկեղեցուն։ Քանի դեռ Սուրբ Հոգին խոսում է եկեղեցուն, ամեն մեկից, այստեղ խոսում է քո սրտին, ինքը ասում է դու շանս ունես հաղթելու դեռ, դու շանս ունես հաղթելու, դու շանս ունես հաղթելու համար, դու շանս ունես, երբ որ դու լսում ես այսօր այս ձայնը, եւ լսում ես այս խոսքը, եւ լսում ես այս քարոզը, դու շանս ունես հաղթելու, ես նրան հաղթել կտամ ասո խոսքը։
ասեք, որ սա ուժեղ է։ Իմ տկարության մեջ իր զորությունը կարա հայտնվի, որովհետև դա Աստված է։ Աստված կախված չի իմ ուժից, Աստված ինքը ուժեղ Աստված է։ Փնտրեք իր երեսը, փնտրեք իր բերանը, փնտրեք իր խոսքերը, փնտրեք իր ձայնը։ Շատերը փնտրում են իր ուժը։ Գիտեք, դա շատ քիչ է։ Փնտրեք իր ձայնը, փնտրեք իր խոսքը, փնտրեք իր սիրտը։ Նրան փնտրողների սերունդը Հակոբն է, որի մասին հետաքրքիր խոսք ասեմ, հայտնություն Ռոթ Փարսեն, որի երեսի վրա նրա շուրթերն են, բերանն են, նրա լեզուն են, նրա ժպիտն է, նրա բարեհաճությունն է քո վրա, երբ որ նա խոսում է քեզ հետ, դու փնտրում ես նրա երեսը։ Չգիտեմ, ավարտեմ ստեղ թե չէ։ Շարունակեմ։ Մենք ամեն վարքյան սպասում ենք գնալու։ Մի բան ասեմ ձեզ։ Այսօր թե ով որ սպասում է եւ կարա գնա, դա մենակ Սոնան է։ Որովհետեւ նա կարա մի հատ ակնարկ անի, ասի վերջ, պետք է գնալ։ Արտուշը պատրաստ է, սաղ ռամսերը տրված։ Բայց ես կշարունակեմ քարոզել։ Ես խոստացել եմ, որ մեկը եթե կծնվի, ես ծառայելուց կլեմ, ես կշարունակեմ ծառայել։ Եթե մեկը կմեռնի անգամ, ես կշարունակեմ ծառայել։ Եվ ես կանգնած եմ այդ խոսքերի վրա, որովհետև սիրում եմ քեզ, Հիսուս։ Սիրում եմ քեզ, Հիսուս։ Առաջին սերը, որը պետք է գնալ այնտեղ եւ վերադարձնել, եւ գնալ այնտեղ եւ ուղղել ամեն բան, ապաշխարել, հիշել, անել այդ գործերը։ Գիտեք, ես մի մարդ կար Աստվածաշնչի մեջ։ Ես ուզում եմ ձեզ հին ուխտից, հին կտականից օրինակ բերեմ, որ դուք տեսնեք, որ Աստված չի փոխվել։ Դա գրված է Ծննդոց 12-րդ գլխում։ Ասա վերադարձիր։ Ինքդ քեզ ասա վերադարձիր։ Հայրս կասեր տուն վերադարձի, ընտանիք վերադարձի։ Երբ որ ջղայնանում էր մեր միամիտ բանի վրա, ասում էր տուն վերադարձեք։ Ալելույա։ Ասա վերադարձիր։ Չէ ինքդ քեզ ասա, ուրիշին մի ասա, ուրիշ հետ գործ չունես, դու քեզ ասա վերադարձիր այնտեղ, որտեղ զոհասեղան կա։ Որովհետև այնտեղ խաչն է Գողգոթայի։ Եվ մենք երգում ենք եւ ասում ենք խաչին մոտ, ցակեց լույս առավոտ։ Ես գտա մեղքերի թողություն խաչի մոտ, եւ ինձ համար մի պայծառ առավոտ բացվեց, լույս բացվեց։ Ես հիշում եմ, որ մտովի եւ ամբողջ պատկերացումս դրել էի դրա մեջ, որ ասում էի, ահա ես խաչի մոտ եմ, եւ շուտով կլինի այդ լուսաբացը ինձ համար։ Ես կտեսնեմ իմ փրկին, խաչի մյուս կողմում ես կգտնեմ իմ փրկությունը, ես կգտնեմ իմ խաբությունը, ես կգտնեմ իմ ազատությունը մեղքից, մահից, դժոխքից, անեծքից, սատանայից։ Ես հիշում եմ, որ մի օր տուն եկա եւ ասեցի. «Մամ, փրկված եմ», ինքը ասեց, «Ինչից ես փրկված»։ Մտածեց ինչ որ մի շուներ հետևիցս ընկե կամ հանկարծ մեքենայի տակ ընկնելուց եմ փրկված։ Ասեցի դժոխքից։ Ես կարծում եմ, որ շատեր այսօր որ ապաշխարում են, անգամ գիտակցություն չունեն, թե իրանք ինչից փրկվեցին։ Ումից փրկվեցին, ինչից ազատագրվեցին։ Եվ ասում եմ, որ սա այս թվի հավատացյալների մոդան է, որ չկա խորը գիտակցություն, թե ինչից մարդը փրկվեց։ Փրկվեցիր մեծ կորուստից, փրկվեցիր մեծ դժոխքից, փրկվեցիր սատանայի ճիրաններից, փրկվեցիր դժոխքի խորունկ անդունդներից, փրկվեցիր անեծքից, փրկվեցիր մահից, եւ հիմա քեզ Հիսուս փրկել է իր մեծ ու ամենակարող ձեռքով, որովհետև ես ու դու մահվան ծովի մեջ ենք, խեղդվում ենք, մեռած ենք, դիակ ենք մեռելների երկրի մեջ, բայց Աստված մեզ գտավ Աստված, եւ ինքը ուսում է, որ
Այս առաջի սերը միշտ չմոռանալ, միշտ հիշել, վերադառնալ այնտեղ նորից, վերադառնալ, գալ այնտեղ եւ ասել Տեր, նվիրել իրան, նվիրել, անցայել, ամեն օր սեր խոստովանել, ամեն օր սեր։ Այստեղ գրված է 12 գլխի առաջի խոսքը։ Եվ Տերը ասեց Աբրահամին, Ծննդոց 12։ Առաջի խոսքից ասում է Տերը ասեց Աբրահամին քո երկրիցդ եւ քո ազգականներիցդ եւ քո հորը տնից գնա այն երկիր, որ ես քեզ պիտի ցույց տամ, քեզ մեծ ազգ պիտի անեմ, քեզ պիտի օրհնեմ։ Վերագրեք սա ձեզ, որովհետև առաջ երբ որ ասում են վերագրեք ձեզ, ոչ մի կերպ սա իմ մեջ տեղ չեր անում։ Ինչպես ես վերագրեմ, որ նա վերագրված էր մեկին եւ ահա, եթե մեկի համար գրված է բոլորի համար եւ քո անունը պիտի մեծացնեմ։ Քեզ ազգ պիտի անեմ, քեզ պիտի օրհնեմ, քո անունը պիտի մեծացնեմ, դու կունենաս տղաներ, աղջիկներ, երեխաներ, կունենաս սերունդ, Աստված սերունդների Աստվածը։ Դուն օրհնյալ պիտի լինես, դուն օրհնված պիտի լինես, դու կշիռ պետքա լինես, դու քաշ պետքա լինես, դու պետքա լինես հեղինակություն հեթանոսական աշխարհի մեջ, անհավատների շրջապատեմ, քո փողոցում եւ քո քաղաքի մեջ, քեզ օրհնողներին պիտի օրհնեմ, բայց քեզ անիծողներին պիտի անիծեմ, երկրի բոլոր ազգերը, ուրիշները միայն կարող են օրհնվել քո միջոցով։ Եվ շատ ուժեղ է, երբ որ ես ասում եմ, ես օրհնում եմ այսինչ մարդուն ասում է, բա ինձ էլ օրհնի, որովհետև ես եմ եղել այս սրա պատճառը, որ այս մարդը, այս գնովը, այս բանը քեզ տվե, բա իմ օրհնությունը, այո, քեզ էլ եմ օրհնում, ես քեզ պիտի օրհնեմ, եւ դու օրհնության պատճառ պիտի լինես, քեզանով, ինձանով, այստեղ բոլոր ամեն մեկով Տերը պիտի օրհնի։ Եվ ուրիշները պիտի օրհնվեն։ Աբրահամը գնաց, ինչպես Տերը իրեն ասել էր, Խովն էլ նրա հետ գնաց։ Աբրահամը 75 տարեկան էր, երբ Խարանից ելավ։ Եվ Աբրահամը իր կին Սարան, իր եղբոր որդի Խովտը, եւ իրենց բոլոր ստացվածքը Խարանի մեջ իրենց ստացած ծառաները առնելով ելան եւ Քանանի երկիրը, որպեսի գնան, Քանանի երկիր հասան։ Աբրահամը այն երկրից մինչև Սուքեմի տեղ, մինչև Մորեի կաղինները անցավ եւ այն ժամանակ կանանացիներ կային այն երկրի մեջ։ Տերը երևաց Աբրահամին եւ ասեց քո սերունդին պիտի տամ այս երկիրը, քո սերունդին պիտի տամ այս երկիրը եւ վերջակետ։ Եվ շարունակում է մի նոր միտք։ Աբրահամը այնտեղ սեղան շինեց Տիրոջը, որ իրեն երևաց, քեզ պիտի օրհնեմ, ես քեզ Քանանի երկրի մեջ տարա, եւ դու այնտեղ սեղան տեսար, սեղան շինեցիր, եւ Տիրոջը տեսար, Տերը երևաց քեզ, Տերը հայտնվեց քո փրկության օրը, դու վերստին ծնվեցիր, այնտեղ մի Գողգոթայի խաչ բարձացավ, այնտեղ մի զոհասեղան կար, որտեղ դու ընծայվեցիր։ Նրանից դեպի Բեթել արևելյան կողմը դեպի եղող լեռը չվեց իր վրանի եւ իր վրանը բացեց Բեթելը արևմտյան կողմը ու Գայի արևելյան կողմը ունենալով Տիրոջը այնտեղ Տիրոջը սեղան շինեց ու Տիրոջ անունը կանչեց։ Աբրահամը միշտ հարավ էր գնում, միշտ Աբրահամը հարավ էր գնում։ Աբրահամը միշտ հարավ էր գնում, վերադառնում է Աբրահամը, տարիներ հետո տեսնենք Աբրահամը վերադառնում է այնտեղ, որտեղ հանդիպել է Տիրոջը։ Հասկանում եք Աբրահամի մոտ առաջի սերը, գիտեք, սիրում է Աստված հանդիպի քեզ այնտեղ, որտեղ մի անգամ հանդիպել է։ Աբրահամը վերադառնում է տարիներ հետո այնտեղ, որտեղ ինքը հանդիպել է Տիրոջը։ Չի գրված այդ ժամանակը ընթացքում, որ Տերը Աբրահամին հայտնվեց կամ Աբրահամը նորից տեսավ Տիրոջը։ Սա 12 գլուխն է, 13, 14, 15-րդ գլխում Աբրահամին է երևում Աստված նորից։ Նույն այն վայրում, որտեղ մի անգամ հանդիպել էր եւ Աբրահամը ետ է գնում այդ վայրը։ Եվ այնտեղ մի զոհասեղան է շինեմ եւ նորից է Տիրոջ անունը կանչեմ։
Վերադարձիր այնտեղ, որտեղ դու հայտնություն ես ստացել։ Ես կկարդամ քիչ հետո 15-րդ գլխից, որովհետև սա լավ խոսք է։ Վերադարձիր այնտեղ, որտեղ դու հայտնություն ես ստացել։ Ուշադրություն դարձրեք, ես ասեցի հայտնություն ես ստացել։ Շատերին, որ ձեռք չի տալի, ասում են ինձ բացված չի։ Շատերը, որ ասո խոսքից տեղ ես ասում դա ինձ բացված չի։ Բայց գիտեք, Աբրահամը նախ եւ առաջ Աստծուն հանդիպեց, Աստված երևաց Աբրահամին, եւ Աբրահամը այնտեղ հայտնություն ստացավ Տիրոջ մասին։ Եվ Աբրահամը վերադառնում է այդ նույն տեղը տարիներ հետո։ Եվ այն հայտնությունը, որ ուներ, ինքը այդ հայտնության համաձայն զոհ է բերում Տիրոջը։ Հալելույա։ Դուք կրակ եք ստանում, ջերմություն եք ստանում։ Հայտնության համար եք զոհ բերում։ Որտեղ Աստված քեզ այցելեց, քեզ օծեց, քեզ օրհնեց։ 15-րդ գլուխ 1-ից 9 խոսքերը։ Չէ, առաջի խոսքը կկարդանք։ Այս բաներից հետո տեսիլքի մեջ, ասեք տեսիլք։ Դու տեսիլք ես։ Դա հայտնություն է։ Եղի հայտնություն, եղի տեսիլք։ Մենք վատ խոսքի իմաստով ենք ասում, բայց մի վախեցիր, ով Աբրահամ, ես քեզ վահանեմ, քո վարձքդ խիստ շատ պիտի լինի։ 9-րդ խոսք եւ Տեր ասում է ինձ 3 տարեկան երինչ 3 տարեկան այծ եւ 3 տարեկան խոյ տատրակ եւ աղավնու ձագ բեշ։ Աբրահամը բոլոր սրանք բերեց եւ նրանք մեջտեղից կտրեցին ամեն մեկ կտորը իր մասի հետ դեմ դիմաց, բայց թրջունները չկտրեց եւ թրջունները իջան, Աբրահամը վրընդում էր այնտեղից նրանց։ Աբրահամը քշում էր այնտեղից։ Վերադարձիր այնտեղ, որտեղ Աստված քեզ հայտնվել է։ Դա նվիրման վայրն էր Աբրահամի։ Դու այդտեղ հայտնություն ես ստացել։ Սա կարա աշխարհագրական դիրք չլինի, դա հոգևոր վիճակ լինի։ Հիշում եմ, որ երկուքին եկեղեցում հանձնարարված են երկուքին ինձ խոսան եւ սովորացնեն Մաղաքիա 3-րդ գլուխ 10-րդ խոսքը։ Ինձ համար այդ խոսքը առաջի անգամ էր։ Ես առաջի անգամ եմ տեսնում այդ խոսքը։ Հետո նրանք համոզիչ խոսում էին ինձ հետ։ Մեկը մեկին համբերելով, հերթալով խոսում էին, ավելացնում էին եւ մի անգամից ես հասկացա 3-10 Մաղաքիա։ Դա հայտնություն էր։ Ես այսօր վերադառնում եմ այդ վայրը, որտեղ ես այդ հայտնություն ունեմ եւ զոհ եմ բերում։ Եվ նորից եմ ըցամ, սա քո առաջի սերը կարա լինի։ Հիշում ես առաջ դու հեշտությամբ էիր մղվում տալու։ Իսկ հետո սկսեցիր այսև սկուպոյ դառնալ։ Բայց ասեմ Աստված ասում է այս մյուսը, որտեղից է բխում քո նվիրումը զոհերը հայտնությունից։ Առաջի սիրոց դու հանդիպել ես իրան մի անգամ այնտեղ։ Ես մի մարդ կար նաև սա Հակոբն էր 28-րդ գլխում, Ծննդոց 28-րդ գլխում 10-րդ խոսք։ Ասա որ օրհնված ես։ Չէ, իրոք օրհնված ես դու ասա։ Հակոբը 10-րդ խոսք Բերսաբեից ելավ դեպի Խարան գնաց, մի տեղ հասավ եւ գիշեր այնտեղ մնաց, որովհետեւ արևը մայր էր մտել։ Եվ այնտեղի քարերից առավ եւ իր գլխի տակ դրեց եւ այնտեղ պարկեց մի երազ տեսավ սանդուղք երկրի վրա դրվեց, որին գլուխը երկինք էր հասնում։ Եվ ահա Աստծո հրեշտակները նրանից ելնում իջնում էին։ Եվ ահա Տերը կայնեց նրա վրա եւ ասեց. Ես եմ Եհովան քո հոր Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, այն երկիրը, որի վրա դու պարկած ես, քեզի եւ քո սերունդին պիտի տամ։ Եվ քո սերունդը երկրի ավազի չափ շատ պիտի լինի։ Դեպի արևմուտք, արևելք, դեպի հյուսիս եւ հարավ պիտի տարածվեք, եւ երկրի բոլոր ազգերը քեզանով
ու քո սերունդով պիտի օրհնվի։ Ահա ես քեզ հետ եմ, ամեն օր որ կգնաս, քեզ պիտի պահեմ։ Քեզ այն երկիրը պիտի դարձնեմ, քանզի մինչև որ իմ քեզ ասածս չանեմ, քեզ չեմ թողնի։ Աստված պլան ունի, ծրագիր ունի քեզ համար։ Հակոբը արթնացավ իր քնից եւ ասեց. Իրոք, Տեր այստեղ է եղել, եւ ես չգիտեի։ Վախեցավ եւ ասեց. ինչ ահավոր է այստեղը։ Սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստծո տունը այս երկնքի դուռն է։ Հակոբ առավոտ ելավ կանուխ գլխի տակի քարը դրած, առավ եւ նրան իբր արձան կանգնացրեց եւ նրա գլուխը յուղ թափեց եւ այնտեղի անունը Բեթել դրեց, բայց առաջ այդ քաղաքի անունը Լուզ էր։ Եվ Հակոբը ուխտ արավ ու ասեց. եթե Աստված ինձ հետ լինի այս գնալու ճանապարհի մեջ, ինձ պահի, ինձ ուտելու հաց, հագնելու հանդերձ տա եւ իմ հորս տունը խաղաղությամբ պիտի դառնա, Տերը ինձ Աստված թող լինի։ Այս քարը, որ ես իբր արձան կանգնացրի, Աստծո տուն թող կոչվի։ Այն ամենը, որ ինձ պիտի տաս, քեզի տասանորդ պիտի տամ, ասում է Հակոբը։ Աստիճանը, որը տեսնում է, դա Հիսուսն է։ Որտեղ կարաս դու տեսնես Հիսուսին։ Այնտեղ, որտեղ դու իրան կանչեցիր։ Հակոբի համար դա լուզն էր, առաջի անգամ դա լուզն էր, Հակոբի համար դա լուզն էր, որտեղ հանդիպեց Հիսուսին, հանդիպեց Տիրոջը։ Ինձ համար հանդիպման առաջի վայրը եղել է Ռաֆի փողոցը, Ռաֆի, չգիտեմ, 104 էր, 124 էր, ինձ համար դա եղել է առաջի տեղը, Աստծո տունը։ Հնարավոր է քեզ համար Աստծո տունը դա Պուշկինի մեկն է, այս հասցեն։ Հալելույա։ Մեկիդ համար կարող է լինել Աստծո տունը, որ առաջի անգամ հանդիպեցիր կինոթատրոնում։ Ինչ որ մեկի տունը։ Ամեն մեկիս համար մի տեղ կա։ Այդքան էլ տենց գեղեցիկ տեղ չէր։ Նվարդի տունը, որ ինձ համար առաջի անգամ դարձավ Աստծո տունը, այնտեղ աղոթք էինք անում։ Նվարդի տանը քչերն են աղոթել։ Այստեղ այս գտնվողներից։ Ես ամեն առավոտ այնտեղ եմ, ամեն առավոտ ես այնտեղ եմ։ Դա ինձ համար մի նվարդի տուն էր, լուզ էր, բայց Աստված փոխեց, Աստծո տուն դարձրեց ինձ համար։ Այս վայրը դառնում է ինձ համար Աստծո տուն։ Այստեղ ես հայտնություններ եմ ստանում։ Մենք նստում ենք առավոտյան աղոթքից հետո եւ հիշում եմ մեր նախկին հովը փոքր բրոշուրներ կարես եւ կարդում էր Watchman-ы, Witness-ы, Домостроитель Божий, сосуды, которые имеем в глиняных сосудах. Գանձը որ ունենք հողյանոտների մեջ կարդում ենք նման եւ խոսում են ես այնտեղ հայտնություններ եմ ստանում այդ վայրը դառնում է ինձ համար Աստծո տուն։ Հակոբը տեսնում է այստեղ չգիտեմ քեզ համար որ վայրն է Աստծո տունը ինձ համար դա եղել է Ռաֆի փողոցը ինձ համար դա եղել է նվարդի տունը հայտնության վայր որը դարձավ ինձ համար Աստծո տուն։ Քեզ համար կարա լինի այս վայրը։ Փառք Հիսուս։ Գրված է, որ Հակոբը ելավ եւ իր գլխի տակ դրած քարը կանգնացրեց եւ յուղ թափեց։ Սա կարող է լինել այն վայրը, որտեղ դու կարող ես նվիրվել, ընծայել քո կյանքը։ Հակոբը իր կյանքը ընծայեց Տիրոջը։ Դա յուղ թափելն էր։ Եվ հետո մենք տեսնում ենք, որ Հակոբը 35-րդ գլխում այս հանդիպման վայրն էր, որտեղ ինքը հանդիպեց լուզն։ Գրված է 35 գլխի առաջի խոսքում Աստված ասեց Հակոբին ելիր վեր դեպի Բեթել գնա այնտեղ բնակվիր եւ այնտեղ սեղանշին իր Աստծուն որ քեզ երևաց քո եղբոր Եսավի երեսից փախչելու ժամանակ Հալելույա Հիսուս Հակոբը իր ընտանիքը բոլոր իրեն հետ եղողներին ասեց ձեր մեջ օտար աստվածներին վերացրեք մաքրվեցեք ապաշխարեք հանդերձներ փոխեք նվիրվեք
ու ելեք դեպի Բեթել գնանք, այնտեղ սեղան պիտի շինեմ Աստծուն, որ իմ նեղությանը սորը ինձ լսեց ու իմ գնացած ճամփի մեջ ինձ հետ էր, նրանք իրենց ձեռքերը եղած բոլոր օտար աստվածներին, իրենց ականջները եղած օղերը Հակոբին տվին, Հակոբը թաղեց Սիքեմի մոտ եղած բևեկնի տակ, ապա ճամփա ելան, նկատեք, իրենց բոլոր տիկ եղած քաղաքների վրա Աստծո վախը ընկավ, որով Հակոբի որդիների ետևից չընկան։ Հակոբը Քանանի երկրի մեջ եղող Լուզը, այսինքն Բեթելը եկավ ու ինքը իր հետ եղող բոլոր ժողովուրդը այնտեղ մի սեղան շինեց եւ այնտեղի անունը կոչեց Էլ Բեթել, Աստծո տուն։ Էլ Բեթել, որովհետև Աստված երևացել էր այնտեղ իրան։ Դա աշխարհագրություն չի, դա հոգևոր վիճակ է։ Հալելույա։ Չգիտեմ, այստեղ պետք է կանգնել ինձ թվում է, պետք է այստեղ կանգնել։ Դու պետք է վերադառնաս այնտեղ, որտեղ Աստված քեզ գտել է։ Մենք տեսնում ենք մեր հայրերին, Աբրահամին, Հակոբին, որ իրանք վերադառնում են այնտեղ, որտեղ մի անգամ իրանք վկայություն են ստացել, հայտնություն ունեն, Աստծո ներկայությանն են հանդիպել։ Մարդիկ առեսօր գնում են այնտեղ, որտեղ Հակոբը երաս տեսավ։ Մնում են, գիշերները մնում են, վրաններ են խփում կամ բացօթյա երկնքի տակ մնում ամռանը։ Եվ շատերը ասում են, որ առեսօր մենք վերապրում ենք Աստծո ներկայությունը այդ վայրը։ Դա հնարավոր չի քերել, դա հնարավոր չի մաքրել, դա հնարավոր չի ոչնչացնել։ Հիշում եք վկայությունը, որի մասին խոսում է, որ վկայությունը քեզ կարա նույն օծությունը բերել։ Ես վերապրում եմ դա, երբ որ խոսում եմ սրա մասին, որովհետև երբ որ դուք մեզ առաջի սիրուն, ինչեր կար, որի դեմ դու պայքարում էիր, ինչեր կար, որի դեմ դու կռվում էիր, ինչեր կար, որի դեմ դու քայլեր էիր անում, այսօր պետք է անես, առաջի սերը։ Դա նման է, որ դու հանդիպեցիր առաջի անգամ քո կեսին, սիրահարված էիր։ Հետո քիչ ապրելով սկսեցիք իրարից հոգնել, իրարից ձանձրանալ, իրար ինչ վատ բան ասես ասել։ Դա թե չպետք է լինի։ Ռեկ Շամբակը ասում է, ես դպրոցում ժամանակ առ ժամանակ ինձ, երբ որ նեղացնում էին ուրիշները, ես մեծ քույրիկ ունեի։ Ես լսեմ այդ ձև բան փարսլից է։ Գալիս ասում է 4 վայրկյանում դրանց հարցերը լուծում էր։ Դղկում էր։ Բայց հարց ինձ նեղացնում էր, իհարկե ինձ էլ էր նեղացնում։ Բայց եղբարաբար։ Ինչի պատմեցի ես բանը։ Տերը քեզ կարա հանդիմանի, բայց քեզ չի սպանի։ Բայց քո թշնամիներին կջարդի։ 4 վայրկյան է պահանջում։ 2 օր էշտակ մտան ասորական բանակ եւ ջարդեցին 250,000 մարդու։ Եվ մի քանի ժամ տևած այդքան բանը։ Անցնան եւ գրված է, որ իրանց կուրքերը թաղեցին, վախ ընկավ բոլոր 4 կողքի բնակիչների վրա, քաղաքների վրա եւ իրանց հետևից չընկան։ Մինչ ես պայքարում էի դևերի դեմ, Աստված ասում էր կուրքերի թաղի։ Եվ ես կգամ, ես Էլ Բեթելի Աստվածն եմ, ես Աստծո տան Աստվածն եմ։ Դե դու գառնիկ եղբայրը չես, ես էլ ես եկեղեցուց եմ, որ դու սխալվում ես, որ ես գառնիկ եղբայրն եմ, դու սխալվում ես չարաչար, սա ինձ համար Աստծո տունը, եւ ես ես տանը քահանան եմ ծառայող, որը կարոզում է Աստվածաշնչի խոսքը, որը փոխել է իրան մի օր, եւ մի օր Աստված կանչել է, եւ Աստված ասել է նորից գնա զոհասեղանների մոտով, գնա անցայման վայրերով, հայտնությունդ մի կորցրա, բարեհաճությունդ մի կորցրա, վկայությունդ մի կորցրա,
Պահի ես խոսքը, պահի մյուս խոսքը, պահի մյուս խոսք արա, մյուս խոսք արա, մյուս խոսք արա։ Դու կտեսնես ես քո հետ եմ։ Դու կտեսնես ես քո հետ եմ։ Եթե դու չտեսնես, ուրիշներին ցույց կտամ։ Եթե դուք չեք տեսնեմ, Աստված ուրիշներին ցույց կտա։ Ուրիշները կվկային դրա մասին։ Կասեն Աստված ձեզ հետ է։ Ստեղ է, Աստված ստեղ է։ Իշիր ինչ է իրանում առաջ։ Կարաս ասես մարմինս էլ ինձ հետ չի գալիս, բայց գործողությունը նույնն է, սեր։ Սերը, իր նկատմամբ սերը։ Աղոթում է ինձ համար, աղոթում է ուրիշների համար, աղոթում է քո հարազատների համար։ Պատերազմում, պայքարում, զոհեր է բերում քո ընտանիքի համար, քո երեխաների համար, քո ծնողների համար, քո հարևանների, բարեկամների համար աղոթք էր անում, խնդրում էր, բարեխոսում էր, պատերազմում էր, տոչորվում էր։ Ինքս թվում է տեղից ոչինչ չի շարժվում։ Շարժվում է ժողովուրդ։ Շարժվում է։ Վերադարձիր Աստծո սիրուն։ Վերադարձիր Աստծո սիրուն։ Վերադարձի առաջի գործերին։ Վերադարձիր, վարվի նորից, վարվի նորից, վարվի նորից, նորից խոստովանի իրան, նորից ապաշխարի, նորից խնդրի, նորից հիշի, երբեք, փշրված սիրտը, քո փշրվող սիրտը չքարանա, երբեք քո հպարտությունը քեզ չխժռի, երբեք Տիրոջ առաջ փշրվելը դա ամոթ չի, կոտրվելն է խայտառակություն ուրիշների առաջ, այլ փշրվելը Տիրոջ առաջ դա պատիվ է։ Շնորհակալ ենք Հիսուս, շնորհակալ ենք Սուրբ Հոգի, շնորհակալ ենք Հիսուսի համար, շնորհակալ ենք քո խոսքի համար, շնորհակալ ենք, որ դու դեռ խոսում ես մեզ հետ եւ ասում ես նա որ ական թող լսի, թե ինչ ասում Հոգին։ Ես նրան հաղթել եմ տալու, քեզ հաղթել է տալու։ Եթե դու լսում ես այսօր այս խոսքը, քեզ հաղթել է տալու Տերը, քեզ հաղթել է տալու։ Ալելույա Հիսուս, շնորհակալ եմ Սուրբ Հոգի, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Հալելույա, քեզ։ Հալելույա Հիսուս։